Բարև ձեզ։ Շարունակում ենք խոսել 20-րդ դարի մեծագույն գրողների մասին եւ այսօր անդրադառնալու ենք Հերման Հեսեին եւ նրա ստեղծագործական ուղուն։ Մեր հյուրն է Հեսեի թարգմանիչ, գրող, գրականագետ Աշոտ Ալեքսանյանը։ Բարի երեկո, պարոն Ալեքսանյան։ Բարի երեկո։ Շատ շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Ալեքսանյան, Հեսեն համարվում է 20-րդ դարի խոշորագույն գրողներից մեկը։ Թերևս իր հասուն շրջանի ստեղծագործությունները կարող ենք բնութագրել որպես փիլիսոփայական արձակ, բայց ինձ թվում է սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ ի թիվս Հեսեի, նաև Մուզիլի, Թոմաս Մանի եւ Քամյուի գործերը կարող ենք դիտարկել որպես փիլիսոփայական արձակ։ Հիմա այս մեծերի շարքում, ըստ ձեզ, ինչով է առանձնանում Հեսեի փիլիսոփայական արձակը։ Սիրով Իսկապես ներկայացված անունները երևի բնութագրական եւ տիպական են 20-րդ դարասկզբի համար, մեծերից են, ընդ որում ասենք եւ կենտրոնական Եվրոպայի եւ Ֆրանսիայի գրականության համար։ Սրանք բոլորը ինձ կարծիքով այս հեղինակները իրենց ստեղծագործության թեմաները եւ արտաքին աշխարհից են ձեռք բերել, այսպես կոչված իրենք իրենց ընթերցումների արդյունքում են եկել իրենց փիլիսոփայական գաղափարների հիմնավորումներին։ Տարբերություն Հեսեի, որ կարծես թե ինքն իր ներսից է ստեղծել այն ամբողջը, ինչ որ ինքը արարել է իր մեջ ներդրված ստեղծագործական ուժի բերումով։ Եվ նա իսկապես ինքնարարչություն է իրականացրել։ Նա կարողացել է իր ներսը արտահեղել դեպի դուրս եւ ստանալ աշխարհի այն պատկերը, այն իրականությունը, որը եւ մատուցում է ընթերցողին եւ նաեւ որ նաեւ շատ ինչ ասեմ մեծ ռեզոնանս, մեծ արձագանք է ստացել հետագայում ստեղծագործող գրողների շրջանում ընդհանուր մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Խոսենք Հեսեի ստեղծագործությունների գաղափարական ակունքների մասին։ Նկատի ունեմ հատկապես ինչ հեղինակներից կամ գուցե ավանդույթներից է նա ազդվել։ Սիրով Հեսեն իհարկե իր ստեղծագործությունը երկու շրջանի կարելի է բաժանել մինչև 42-43 տարեկանը, երբ որ նա գրում էր իր նշանավոր Պետեր Կամենցի, Գետրուդ, Անիվին տակ վեպերը, դրանք բոլորը ռոմանտիզմի գրականության այսպես բացահայտ ակնառու օրինակներ էին, ինքը այդպես էլ ստեղծագործում էր որպես նա պատմություններ էր պատմում հիմնականում թաթախված իր կյանքի, իր ապրումների եւ այլ իր ապրումներից եւ նա կարող է նաեւ դա բայց դրանք ովքեր էին դրանք այդ ասենք Ֆոնտանեներ, Ռաբեներ, գրողներից ասենք Քելերներ, Շտորմներ, գերմանական ռոմանտիզմի այլ ներկայացուցիչները եւ դա մինչեւ 42-43 տարեկան Հեսեն հենց այդպես էլ ապրում էր։ Դա մոտավորապես 1818-19 թվականներն են, երբ որ հեղաբեկում տեղի ունեցավ, եւ դրանք իր ազդեցության անմիջական օջախներն են եւ նաեւ ասենք գերմանական ռոմանտիկներից հատկապես Գյոթեի ստեղծագործությունը եւ երկրորդ շրջանը, որից ինքը մեծապես ազդվել է։ Իհարկե այդ թիվս այլոց ինքը շատ ուրիշ գրականություններ եւս կարդացել եւ տիրապետում էր այդ գրականության գրական հոսանքներին, կյանքի արտապատկերման, արվեստի միջոցով կյանքի ներկայացման ձևերին, բայց կարելի ասել նրա ակունքը հենց գերմանական ռոմանտիզմն էր։ Սովորաբար հեղինակների ստեղծագործությունները վերլուծելիս ընդունված է նրանց ստեղծագործական ուղու ժամանակաշրջանը պարբերականացնել, փորձելով վերհանել մի շրջանից մյուսին անցման դրդապատճառները։ Ինձ առավելապես հետաքրքիր է Հեսեի հասուն շրջանը։ Երբ է սկսվել եւ ինչու ըստ ձեզ։ Հասուն շրջանը իմ թվարկած այդ 18-19 բարեբաստիկ թե չարաբաստիկ թվականներն էին։ Դա պայմանավորված էր իհարկե ուղիղ համընկնում է առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հետ։ Եվ որ այդ պատերազմի ժամանակ իր ունեցած փորձառությունները, իր ապրումները, ինչ ասեմ, իր վայրի վերումները, որպես գերմանացի եւ որպես նաեւ այդ թվականներին արդեն նա ընդունեց շվեյցարական քաղաքացիություն, որպեսզի կտրվի գերմանականության ինչ որ ազդեցություններից, ինքը լինելով մեծագույն գերմանացի, նա նաեւ միաժամանակ մեծ հիասթափություն ապրեց այդ ժամանակ Անտանտի մասնավորապես երկրների եւ մեր շատ սիրելի հայ ժողովրդի շատ սիրելի
Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից, որոնք հետագայում ասենք արդեն Վերսալում Գերմանիային պարտադրված պարտության կապիտուլյացիայի այսօր նաև նույնպես մոդայիկ բառ է մեր համար շրջանակներում ինքը մեծ հիասթափություն ապրեց այն մարդասիրական գաղափարներից, որ Անտանտի երկրները քարոզում էին եւ ինքը երկրորդ շրջանը այսպես արդեն սկսվեց Հեսեի կարծես փիլիսոփայական վեպերի շրջանը եւ ամեն վեպ ունի որոշակի փիլիսոփայական խնդրադրություն եւ դրա լուծումը այսինքն չկար մի վեպ, որը հենց այնպես գրել էր, որպեսզի ներկայացներ աշխարհը կամ իր պատկերացումները կամ արվեստի միջոցով համընդգրկուն գաղափարներ տար կյանքի այս կամ այն կողմի մասին։ Իսկապես փիլիսոփայությամբ հագեցված մասնավորապես հոգեվերլուծական մեթոդի, առավել մասնավորապես ոչ թե Ֆրոյդի, այլ ավելի Կարլ Յունգի մեթոդաբանության շրջանակներում էր նրա ստեղծագործությունը։ Եթե փորձենք որոշակի թեմատիկ խմբավորումներ իրականացնել հասուն շրջանի ստեղծագործների վերաբերյալ, ինձ թվում է ինձ հետ կհամաձայնեք, որ այս շրջանի յուրաքանչյուր վեպ մի մեծ գաղափարի է նվիրված։ Խնդրում եմ փորձենք այդ թեմատիկ խմբավորումները իրականացնել եւ շատ հակիրճ հիմնական գաղափարները ներկայացնել։ Սիրով ներկայացնեմ, ուրեմն 10 ինձ թվում է Հեսեի առաջի քաղաքական, այսպես գրականության Առաջ պսակը 18 թվականին գրած տերությունը պատմվածքն է, դա փոքր մի պատմվածք է, բայց մի հսկա վեպի արժեք ունի, հետո ես եթե ժամանակ կլիկ խոսեմ դրա մասին։ Եվ խմբավորումները հետևյալն են։ Հեսեն ընդհանրապես եսի, մարդկային եսի այս աշխարհում գոյության իմաստի որոնումներն են, այդ ներաշխարհի, մեր ինտրայի բառապաշարով ասած որոնումներն են այդ եսի բախումը իրականության հետ, հասարակական մարմինների հետ, պետական հաստատությունների հետ, հասարակական հաստատությունների հետ այդ բանն է, կարելի է այսպես ասել, որ մշտապես ինքնության որոնումների մեջ է եղել։ Սկսենք դրա առաջին մեծ նշանավոր վեպը Դեմյանը, Էմիլ Զինկլեր, այսպես ստորագրված, որ ինքը այդպես մեկնաբանեց եւ հերոսի անունը Էմիլ Զինկլեր էր գրել, պատանեկության տարիները, դա ինքնության որոնման շրջանն է։ Դրան հաջորդում եւ դրան թևանցուկ արած առաջ է գնում նաեւ նրա Սիդդհարթա վեպը, նշանավոր Բուդդայի ասենք կերպարներից մեկի միջոցով։ Սա ինքնության որոնման սկիզբն է, որոնք հետո գալիս են եւ ինչ-որ մի կետում արդեն Տապաստանի գայլը ստեղծագործության մեջ, ինչպես նաև ասենք Նարցիսը եւ Ոսկեբերանը մյուս վեպն է, ասենք 27 թվականին Տապաստանի գայլը, 30 թվականին Նարցիսը, այս վեպերում արդեն ինքնության որոշակիացման է գալիս արդեն արտաքին աշխարհի հետ, թե ինչ հարաբերությունների մեջ կա եւ արդեն վերջին երկու ստեղծագործությունները մեծակտավ, մեկը թերևս ավելի փոքրակտավ, ուրեմն ուլունքախաղը եւ դրան նախորդած ճանապարհորդություն դեպի արևելք կամ ուղևորություն դեպի արևելք, ես դա վերնագրում եմ ընդհանրապես Հեսեի արևելում, որովհետեւ այդ արևելումը, որտեղ արևելք մենակ երբեմն սխալ են թարգմանում, թե ինչ է նշանակում Մորգենլանդֆարտը Հեսեի, որ գնում է արևելքի աշխարհ, բայց դա հենց արևելումն է, դա այդ իմաստով։ Աստրա մեջ արդեն իր ինքնությունը կայացած է, արդեն ինքը հստակ տարբերակում է, թե այդ արտաքին աշխարհը եւ իր ներաշխարհը ինչ հարաբերակցության մեջ են գտնվում եւ արդեն ինքնընկլուզումը, ինքնաներփակումը համարում է որպես աշխարհի ճանաչողության լավագույն ձև։ Ստեղծագործական առումով սա է իր շղթան, ինքնության խնդիրներն է, ինքնության խնդիրների բացահայտումներն է եւ ինչպես մարդը կարող է հասարակ մարդը պետության, հասարակական մարմինների, հաստատությունների հետ հարաբերությունների մեջ իրեն չկորցնել, իրեն չոչնչացնել եւ դա միայն առանձնացումն է, մեկուսացումն է, որ սա այդքան էլ пассив դիրքորոշում չի, որովհետեւ սա եթե փիլիսոփայական ելակետից ելնելով աշխարհի ինքնաճանաչողության առաջնահերթ կետերից մեկն է։ Մարդ պիտի կտրվի իրականությունից, որպեսզի կարողանա տեսնել այն։ Հեսեն այդ ճանապարհը անցավ։ Թերևս պահն է զրուցելու հուլունքախաղի մասին, որպես Հեսեի ստեղծագործական ուղին անփոփոխ գործի։ Մանրամասնեք խնդրում եմ այս աշխատության գլխավոր ասելիքը եւ
Նաև հետաքրքիր է իմանալ, թե որն է ձեզ Հեսեի ձգտումների գագաթնակետը կոնկրետ այս ստեղծագործության մեջ։ Սիրով, ուրեմն հուլունքախաղը իսկապես 40-ականներին գրվեց եւ դրա համար Հեսեն արժանացավ Նոբելյան մրցանակի որպես լավագույն Եվրոպայի ներկայացուցիչ, Գերմանիայի լավագույն Գերմանիայի ներկայացուցիչ։ Ստեղծագործությունը իսկապես ամփոփիչ էր, բայց այդտեղ մի տար կար, որ այս ստեղծագործության մեջ երևի թե դուրս մնաց, դա նույն ճանապարհ ուղևորություն դեպի արևելքի մեջ այդ հավատի խնդիրներ, որտեղ Հեսեն իր ամբողջ ստեղծագործության մեջ ինքը իրան խոստովանում է, որ ես գրել եմ միշտ իմ ցանկությունների, իմ ձգտումների, նույնիսկ Սիդդհարթայում, Դեմյանում, Տապաստանի գայլում իմ բաների ճիրականացված երազանքների, թերությունների մասին, բայց միակ գործը, որտեղ ես միայն նպատակ եմ հետապնդել եւ արտահայտել եմ ուղևորություն արևելք, վեպում դա հավատի հարցն է, որտեղ ինքը հանգում այն բանին, որ հավատը ավելի զորավոր է եւ ավելի ճանաչողական մեթոդ է, քան նույնիսկ բոլոր մնացած փիլիսոփայական կատեգորիաները, որոնցով ինքը շրջանառում էր իր ստեղծագործների մեջ։ Այդ տարը մի քիչ փոքր քանակով ավելի ներմուծվեց հուլունքախաղի մեջ։ Հուլունքախաղը ամփոփում է իսկապես Հեսեի ամբողջ ստեղծագործությունը, որտեղ կա սկսած Լաո Ցզի ուսմունքից մինչև ասենք դաոսականությունը Լաո Ցզի ոգով հեգած, որը գալիս էր Հեսեին անմիջապես իր նախորդից Գյոթեի հայտնաբերած այս մահայանա բուդդիզմի ուսմունքից, այդտեղ կար եվրոպական ամբողջ գրականության եւ փիլիսոփայության ճակատագրերի բախումը Հեսեի ստեղծագործության մեջ եւ այդ Կաստալիա 2200 ստեղծել էր ինքը այդ ուտոպիան եւ ուտոպիայի մեջ նա հակադրում էր այն էլիտան, որը պետքա պահի եւ հավերժացնի կյանքը երկրի վրա եւ արվեստի միջոցով կարողանա հաղթահարի այն դժվարությունները, այն անլուծելի հակասությունները, անտիգոնիզմը, անտիգոնյաները, որ մարդկային հասարակության պատերազմների արհավիրքներում ապրող մարդիկ իրար նկատմամբ կիրառության մեջ էին դնում եւ Հեսեն կարողացավ այստեղ սինթեզել այդ ընտրյալների աշխարհը, որոնք պիտի պահպան հուլունքախաղը դա այդպիսի մի բան է, որ մինչև վերջը չի բացեն, ոչ ընթերցողները, ոչ գրականագետները չեն հասկանում, թե դա ինչ խաղ էր, բայց դա հաստատապես մի խաղ էր, որը կյանքը դեպի հավերժություն ուղղորդելու հնարավորությունների որոնումներ եւ հայտնագործումը, որ ասեմ ամբողջովին նա կարողացավ ամփոփել իր իդեալը, այդպես չի, որ Կաստալիա 2000-ում ամեն ինչ ամփոփվեց, բայց համենայն դեպս իր ստեղծագործական ուղու մեջ ներառված բոլոր ստեղծագործությունները եկան եւ սենց աղբյուրի պես հորդեցին այս գործի մեջ, որը իսկապես չգիտեմ ինչ է, դա կարելի ասել տիեզերքի Հեսեի պատկերացումն է եւ մարդկության հարատևման գաղափարի իր Հեսեյատեսությունը, աշխարհատեսությունը։ Անցում կատարենք եւ խոսենք մի փոքր նաեւ Հեսեի թողած հրապարակախոսական հարուստ ժառանգության մասին, որոնք են եղել Հեսեի հիմնական մտահոգությունները եւ ինչ ուղերձ է նա հղել մարդկությանը։ Ուրեմն ես դա հենց ուզում եի այդ մասին այև ասել, որովհետև Հեսեի հրապարակախոսությունը արկա է նաև իր գրական ստեղծագործության, բայց առանցին նա շատ էսսեներ է գրել, հրապարակախոսական ելույթներ, զեկույցներ եւ այլն, բայց երկուսը կմատնանշեմ, մեկը խորհրդանշում է Հեսեի նոր սկիզբը, այսպես կոչված 18 թվականին գրած տերությունը պատմվածքն է եւ վերջինը կարելի է համարել Զեկույց նորմալիայից 1948 թվականին գրած մոտավորապես իշքան արդեն 30 տարվա այդ ընդմիջումով նրա քաղաքական մտածողության զարգացումները հրապարակախոսության մեջ նա եւ նաեւ գերմանացի երիտասարդներին ձոնված բազմաթիվ այսպես ուղերձներ ունի եւ այլն, որտեղ դաստիարակում է թե ինչպես պետք է ապրել։ Տերությունը մեր համար է շատ հետաքրքիր, տալիս է ընդհանրապես Գերմանիայի պատկերը, որ այդ երկիրը ինչպես իր կառավարիչների մեղքով կործանման է հասնում
Եվ հետո ինչպես այդ ժողովուրդը կարողանում է, 18 թվականին է գրել, 18 թվականի պատերազմի վերջում, կարողանում է իր մեջից կազմակերպել նոր կառույցներ եւ կարողանում է հաղթահարել եւ իր երկիրը ազատագրել օտար բռնաճնշումներից։ Եվ վերջինը 48-ին երկրորդ համաշխարհայինից հետո արդեն Հեսեն գրում է զեկույց նորմալիայից, որտեղ ինքը արդեն ներկայացնում է նախանատոյական շրջանում, երբ որ ՆԱՏՕ-ն դեռ չէր ստեղծել 1 տարի հետո պիտի լիներ, թե ինչպես է արևելքը եւ արևմուտքը Վարշավյան պայմանագիրը եւ ՆԱՏՕ-ն բաժանվեցին, բայց մարտիկ մոտավորապես նույն գաղափարներն է երկու տեղն է իշխում, տարբերություն չէր դնում, որն է ավելի ճիշտ արևմտյան ՆԱՏՕ-ական թեւը, թե ասենք թե Վարշավյան պայմանագրի երկրները։ Եվ բացատրում է, որ ինքը նորից պետք է փրկագնվի, փրկվի այդ ամեն ինչից, այդ բախումներից, այդ բաժանումները ոչ մի բանի չեն տանում, դրանք նույնն են, այնպես չի, որ մարդիկ աշխարհը բաժանեցին սառը ուտոպիան, սառը պատերազմ բերեցին եւ այդ սառը պատերազմից աշխարհը պիտի փրկվի, նա փորձում է ներկայացնել դրանց նույնականությունը գաղափարական, հակադրվելով փորձել սեփական շահերը ներկայացնել, առանց դրա մեջ որևէ կենսական խնդիր լուծելու։ Հեսեն եւ մի գործել ուներ նա զրադաշտի վերադարձը նույն 18-19 թվականներին գրած, դա էլ ասեմ, որտեղ կարեւոր է, որ ինքը ասում էր այդ պատերազմի թոուբոյից հետո ասում էր մենք չպետք է ասում շարունակենք այս կյանքը, որը մենք վարում ենք, մենք պետք է հաղթահարենք այսօր մեզ պարտադրված հասարակական քաղաքական հիմնարկները եւ մենք պետք է սկսենք ամեն ինչ սկզբից, եթե ուզում ենք, որ մեր մեջ մեծազոր հոգիներ ծնվեն եւ որոնք կարողանան այս կյանքը վերականգնեն եւ մարդկանց մեջ հույս ներշնչեն ապագայի նկատմամբ, այսինքն մենք ամեն ինչ պետք է սկսենք մարդ անհատի հոգեկերտումից, ոչ թե արտադրությունից, հասարակական հարաբերություններից, միջքաղաքական շփումներից եւ այլն, նորից մարդուն վերստեղծելու խնդրից։ Պարոն Ալեքսանյան, դուք թարգմանել եք Հեսեի գեղարվեստական ստեղծագործներ գրեթե ամբողջությամբ, թերևս եւ Մուզիլի պարագայում եւ Հեսեի դեպքում էլ կարեւորել եք այս գործերը հայերենով ունենալը։ Ասացեք խնդրեմ, ո՞րն է Հեսեի գործերի արդիականությունը ժամանակակից աշխարհի եւ մասնավորապես հայկական իրականության համար։ Ես պիտի ասեմ, որ Հեսեի ամբողջ գործերը ես չեմ թարգմանել, Արա Առաքելյանը նաև մեծ ներդրում ունի, մասնավորապես Ուլունքախաղը Տապաստանի գայլը, մնացածը, ես կարելի ասել ես եմ մնացած ստեղծագործությունները թարգմանել, եւ էլի երիտասարդ աղջիկներ կան, որոնք փոքրիկ գործեր են թարգմանում Հեսեից։ Ես շատ ինչ ասեմ, այս ամենը ինչ որ ասեցի, այս տերությունը, այս պամֆլետները, իր գրած այդ զրադաշտի վերադարձը զեկույց նորմալիայից եւ դրանք, որոնք վերաբերում էին այդ ժամանակաշրջանի աշխարհի եւ մարդկային փոխհարաբերությունների միջպետական հասարակ, դրանք այնքան արդիական են, որ ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ այն սառը պատերազմին հաջորդած բլոկների բաժանումից հետո, հիմա հետո Սովետ միության անկումից հետո նորից այս մարդկային այս հակամարտությունները, շատ արդիական միանշանակ միագիծ երևում է թե Հեսեի ազդեցությունը, ընդ որում եւ նորից նրա պատկերը, քաղաքական մտածողությունը, նրա քաղաքամտությունը, որ մենք ի վերջո ոչ մի բանի չենք եզրահանգում, մենք անընդհատ գալիս ենք պատերազմական վիճակների, մարդկությանը անընդհատ ինչ-որ խնդիրները հարուցում, նույնիսկ ասենք Նոբելյան մրցանակները խաղաղության համար, որ ստեղծում էին, դրանք չբերեցին պատերազմի առաջին համաշխարհային կանխմանը, այլ առավել հրահրեցին կարծես թե այդ պատերազմը։ Հեսեն նաև կարողացավ այդ ինքնության հարցը այսօր շատ կարևոր է, որովհետև մինչև հիմա էլ այդ ինքնության խնդիրը մարդկանց տանջում է եւ մարդիկ չեն հասկանում թե որտեղից բռնվեն սեփական ինքնությունը վերարտադրելու համար եւ կարծում եմ, որ Հեսեի ստեղծագործությունը նորովի վերաիմաստավորման հարց ունի, որովհետև շատ գրականագետներ եւ այլն արդեն սկսել են պատմական ինչ-որ բաների մեջ քննարկել, բայց նա վերպատմական երևույթ է, նույնիսկ այլա գերպատմական, մասնավորապես, քանի նրա սկզբունքներից մեկը իրականության վերառման սկզբունքը, որ այս իրականությունները, որ նկարագրում են, կեղծ են, պետք է այդ իրականությունները իրենց մեջից, սեփական ներսից դուրս ներկայացվեն եւ ամեն մարդ ունի իր ներկայացած իրականությունը, հենց այդպես էլ ինքը փորձում է որպես քաղաքականություն, որպես հասարակական կյանքի ռահվիրաներ, կազմակերպողներ այդ կյանքը ձևել հենց այդ գաղափարի, այդ իրականության վրա, միշտ իրականությունները տարբեր են։ Եվ որպես ամփոփում թույլ տվեք հնչեցնել այն նույն հարցը, որը հնչեցրել եմ նաև Մուզիլի նվիրված հաղորդման թողարկման ժամանակ։
Պարոն Ալեքսանյան, արդյոք Հեսեն ամբողջովին հասկանալի է հայերենով, թե այդուհանդերձ Հեսեի գաղափարները խորապես հասկանալու եւ ինչու՞ չէ նաեւ նրա ստեղծագործությունների գեղարվեստական այդ ողջ շքեղությունը ճանաչելու, դրան հաղորդակից լինելու համար անհրաժեշտ է կարդալ գերմաներեն բնագրով։ Եվ հայ եւ ոչ, որովհետեւ ես հույս ունեմ եւ ոչ միայն հույս եմ, վստահ եմ, որ մեր թարգմանությունները իմ եւ մասնավորապես նաեւ Արայի շատ իսկապես Հերման Հեսե են, այդտեղ նույնիսկ կարելի է չնկատել նույնիսկ որ դրանք թարգմանված գործեր են, իհարկե միշտ կլինեն կռվաններ, թե այսինչ կամ տերմինը կամ այսինչը ինչ որ ձևով կարելի է թարգմանել, բայց դա նույնական է, որովհետև ասենք նույն գերմաներենում էլ, նույն գերմաներեն տեքստում էլ դրանք վիճարկելի միավորներ են, ով ինչպես կհասկանա Հեսեի, ասենք բառ արտահայտչաձևերը, բառ արտահայտությունները եւ այլն, դրանք եւս նշանակում է բազմանշանակ են։ Հետեւաբար թարգմանությունը համահունչ է միանգամայն իհարկե, եւ հետո Հեսեն այնքան պոպուլյար ստեղծագործող է, որ ասենք իրեն ավելի շատ տպում են այլ լեզուներով, նույն ֆրանսիացիները, նույն անգլիացիները, ամերիկացիները, մինչև Ճապոնիա, Չինաստան եւ այլն, եւ այնքան հարազատացած է համաշխարհային մակարդակով Հերման Հեսեն, որ նշանակում է այդ թարգմանությունները իսկապես վավերական արժեք են, այսինքն նույնական է նրա ստեղծագործությանը։ Հեսեի լեզուն շատ ճոխ է, շատ ճոխ է, դրա համար էլ ամեն ինչ արվել է իմ կողմից էլ, Արայի կողմից էլ, որպեսզի այդ ամբողջ արժեքաբանական, իմաստաբանական, լեզվամշակութային համակարգը լավագույնս այսօրվա հայերենի իրավիճակում, կարգավիճակում լավագույնս ներկայացվի եւ վստահ եմ, որ հայերենը միանգամայն բավարար է Հեսեն կարդալու եւ հասկանալու համար։ Շատ շնորհակալություն այս շատ հետաքրքիր տպավորիչ եւ հագեցած զրույցի համար։ Շնորհակալ եմ ես։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ցտեսություն։